Սիրում եմ երեխաներին տեսնել բեմում, ուրախ, երջանիկ, ինքնավստահ։ Ես Նվարդ Չոբանյանն եմ, գտնված երազմանկապարտեզի ավագ խմբի դասիրակ։ Անցյալ ամիս կատարել եմ նախագծային աշխատանք «Մոխրոտը» վերնագրով։ Շատ եմ սիրում աշխատանքի մեջ կարևորել խաղբեմականացումները, որոնք նպաստում են երեխաների համակողմանի զարգացմանը։ Երեխաները ձեռք են բերում ինքնավստահություն, հերոսների խոսքերը, մտքերը և էմոցիաները փոխանցելու մեծ կարողունակություններ, նաև նպաստում են իրենց ինքնավստահության, ինքնաճանաչման և ինքնարտահայտման ձևավորմանը։ Նախագծային աշխատանքը կատարել եմ մի քանի փուլով։ Ընտրել եմ Մոխրոտը հեքիաթը, քանի որ Մոխրոտ հեքիաթի մեջ կարող են ներկայացնել բարեկիրթ վարքագիծ, իմ իրավունքները և պարտականությունները, նաև հերոսներն էին շատ և ուղիչ հատված կար։ Հեքիաթը նախապես ընթերցել եմ, երեխաների հետ քննարկել եմ հերոսները իրենց կատարած գործողություններով, ով ինչպիսին է, ինչ կատարեց, ինչու։ Եվ հարցրել եմ երեխաներ ուզում եք բեմականացնենք այս հեքիաթը և ով ինչ դերում է ուզում հանդես գալ։ Դերերը քննարկելուց հետո երեխաների հետ միասին որոշեցինք, որ Մոխրոտը պետք է այդպիսի ավարտ չունենա, և երեխաներից մեկ առաջարկեց, որ մայրիկն ու քույրիկը, երբ որ Մոխրոտին տեսնում են հանդեսության սրահում, բարի ժամանակ, իրեն պետք է ոգևորեն, ուրախանան և ներողություն խնդրեն Մոխրոտից, որ իրենց հետ չեն տարել պարահանդեսին։ Մենք այդպես էլ արեցինք, մի փոքր փոխեցինք Մոխրոտի վերջաբանը և կատարեցի դերերի բաշխում, հաշվի առնելով երեխաների ցանկությունները և իրենց կարծիքը։ Դերերը բաշխումից հետո կատարեցի հաջորդ փուլը, որտեղ սովորեցինք հեքիաթի հերոսների խոսքերը, սովորեցինք բեմականացումը, նմանակել հերոսներին, դիտեցինք տեսահոլովակներ, որտեղ ինչպես են կատարում բեմականացումը, ով ինչպես է շարժվում, ինչպես է արտահայտում իր մտքերը, իր էմոցիաները։ Դրանից հետո կատարեցինք փորձեր, որտեղ երեխաներին սովորեցի տեխնիկա, որով պետք է ցույց տան իրենց հերոսի կերպարը և ընկղմվեն հերոսի կերպարի մեջ, այսպես ասած։ Դրանից հետո յուրաքանչյուր փորձի ժամանակ չեմ սահմանափակել երեխաների նախադասությունները, ողջունելով, որ դուք կարող եք ինքներդ ընտրել ձեր սեփական բառերը, պահպանելով միտքը։ Երեխաները փորձերի ընթացքում ցուցաբերել են մեծ ակտիվություն, ոգևորություն և ուրախություն։ Փորձերից հետո կատարել ենք համակողմանի աշխատանք, ընդգրկելով մայրիկներին և մանկապարտեզի ողջ թիմին, պատրաստել ենք հագուստները, բեմական հագուստները, ներային գլխարկները և կատարել ենք աշխատանքի իրականացման փուլ։ Նախագծային աշխատանքի վերջին փուլում կատարեցինք աշխատանքի իրականացման փուլը, որտեղ երեխաները խաղացին ամբողջական բեմականացումը մեր մանկապարտեզի դահլիճում, ներկային ծնողները և մեթոդական մանկավարժական անձնակազմը։ Ընդհանուր աշխատանքից գոհ էին, երեխաները կարողացան փոխանցել իրենց էմոցիաները, ուրախությունը և իրենց խոսքը հանդիսատեսին։ Համարում եմ նախագծային աշխատանք, քանի որ ես իմ նախաձեռնությամբ և երեխաների մասնակցությամբ փոխեցինք Մոխրոտ հեքիաթի ամբողջ սցենարը, բնօրինակը, հանդիսատեսին փոխանցելով այլ միտք, փոխելով հերոսների քանակը, նախասիրությունները, նաև Մոխրոտի մոր աղջիկների վերաբերմունքը, թե ինչպես նրանք հասկացան իրենց սխալը և ինչպես ներողություն խնդրեցին Մոխրոտին այդ ամբողջի համար։ Այս ամենի համար երեխաները ինքնավստահ արտահայտվեցին բեմում և մինչև այսօր էլ ամբողջ խաղի ընթացքում խմբասենյակում իրենք ներկայացնում են Մոխրոտ հեքիաթը, ձևափոխելով, նաև հերոսների փոփոխության ենթարկելով։ Կախարդական ներկայացում։ Այս ներկայացման համար մենք ջանք չենք խնայել, որպեսզի նրանք հայտնվեն իսկական կախարդանքում հեքիաթում։
նախընկում են սեղանի շուրջ և ամենակարևորը ներում են մարդկանց չար գործերը, բարություն են կամենում, այդ ժամանակ հրաշքը գալիս է այնտեղ, որտեղ կա բարի սիրտ։ Հայրիկ միմյանց նվերներ են բաժանում, չէ՞։ Այո, աղջիկս, ես ձեզ համար մի մեծ գեղեցիկ նվեր կպատրաստեմ։ Դե լավ, ես գնամ իմ գործերով։ Ոչ, մարդիկ, ես պարզապես եմ ընկերներիս հետ խաղ